Տղամանության ինչ մեղադրանք է առաջադրված Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթյանի։ Տղաներին առաջադրված է խուլիգանության մեղադրանք եւ խուլիգանություն են համարել նրանց եթերում հնչեցված որոշ արտահայտություններ։ Այսինքն խոսքը վերաբերում է եթերից հնչեցրած խոսքին։ Ինչ են իրականում հնչեցրել։ Մի փոքր նախապատմության կարիք կա այստեղ, երբ որ այդ հայտնի թողարկում է եղավ իրենց ոդքասթի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը մեծ հնչեղություն առաջացրեց եւ բավական լայն արձագանքներ նաեւ իշխող կուսակցությունից, այդ արձագանքներից մեկը Ալեն Սիմոնյանինն էր, որը բավական այլ ուղղակի անհարիր ձևով, այսպես ասենք, անհարիր ձևակերպումներով պատասխանելով, ի թիվս այլ անընդունելի ձևակերպումների նաև թույլ տվեց իրեն ուղիղ եւ շատ կոպիտ վիրավորող տղաների հասցեին, որ այնպես չէ որ տղաները իր նկատմամբ ինչ-որ բան էին արել։ Դա չսադրված վիրավորանք էր տղաներին, ես ներողություն պետք է այդ խոսքերը հնչեցնեմ, նրանց անվանում էր շանլակոտներ։ Ալեն Սիմոնյանը առաջինը մարդկանց անվանեց շանլակոտներ։ Տղաներն էլ իրենց հաջորդ եթերում արձագանքեցին Ալենի խոսքին, դե քանի որ տղաների ոճերը մի քիչ տարբեր են, Վազգենը մի կերպ ավելի, այսպես ոչ եթերային բառապաշարով, Նարեկը ավելի եթերային բառապաշարով, որից հետո Ալենը վերականում գնում է եւ գրում է հանցագործության մասին հաղորդում, անձամբ ստորագրում, դնում ուղարկում եւ դրա հիման վրա անմիջապես հարուցվում է քրեական վարույթ, տղաներին գալի բռնում են եւ մեղադրում են ու կալանավորում են խուլիգանության մեջ, սա է պատմությունը։ Այսինքն իրավական կողմի մասին մենք իհարկե կխոսենք, բայց այստեղ բարոյական բաղադրիչ կա եւ արդարության բաղադրիչ կա, որևէ մեկը արդար կարող է համարել, որ դու ինքդ սկսում ես վիրավորել, ստանում ես պատասխան, ընդ որում նույնիսկ կարելի է ասել երևի թե անհամարժեք պատասխան թույլ լինելու իմաստով։ Եվ հետո գնում ես հանցագործության մասին հաղորդում ես տալիս այսպիսի բացարձակ անհիմն հոդվածով։ Սա է, բայց իհարկե այս պատմությունը ունի նաև այլ շերտ եւս, որտեղ սա կարող ենք համարել երկրորդ սերիան։ Բացարձակապես նույն մեղադրանքով տղաները կալանավորված են եղել 1 տարի 8 ամիս առաջ մոտավորապես 2024 թվականի մարտին։ Էլի նրանց առաջադրվել էր նույն մեղադրանքը իրենց հիմնեմնի մի հաղորդաշարի մի շարք թողարկումներում հայհոյանքներ հնչեցնելու համար։ Մենք երկու ամիս տղաները անցկացրեցին կալանավայրում, գործը ուղարկվեց դատարանում մենք բերեցինք փաստարկներ, որ այս մարդկանց կալանքի տակ պահելու իմաստը որն է, եթե քննություն ենք անում, եկեք քննություն անենք, մարդիկ էլ մտածում եք, որ կարող են նույն բաները ասեն, արգելեք։ Եվ դատարանը շատ յուրահատուկ եւ հետաքրքիր որոշում կայացրեց, ազատ արձակեց եւ արգելեց այդ բառերը օգտագործել։ Մինչեւ իր կողմից որոշում կայացնելը։ Դա տևեց 1 տարի 1 ամիս։ Այդ ընթացքում տղաները բնականաբար որևէ հայհոյանք, որևէ բան չեն հնչեցրել, որոշ ժամանակ չեն կարող վարել իրենց հաղորդումը, հետո սկսեցին հնարավորություն ստացան վարելու իրենց հաղորդումը եւ 2025 թվականի հունիսի 13-ին առաջին դատարանը արդարացրեց իրենց այդ արարքի մեջ։ Արդարացրեց ոչ թե այն հիմքով, որ նման բան չի եղել, նման արտահայտություններ չեն հնչել, բնականաբար հնչել են, առաջի պայից էլ դա ընդունել ենք, որևէ խնդիր այստեղ չկա, այլև որ դա խոսքի ազատության դրսևորում է։ Դա քաղաքական հաղորդում է, այո, քաղաքական հաղորդման մեջ դու կարող ես նաև կոշտ քննադատություն թույլ տալ, դու կարող ես նաև ընդհանուր բացառիկ դեպքերում անգամ հայհոյանքներն են եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն այստեղ նորմալ չի ասում։ Եթե դու քաղաքական խոսք ես ասում, ապա քո խոսքի ազատության սահմանները լայն են։ Ինչու եւ սա մենք հենց այս գործով ենք տեսնում, թե ինչու է սա շատ կարեւոր, որովհետեւ եվրոպական դատարանն էլ է ասում, եթե այստեղ մենք սահմանափակումներ դնենք, ուրեմն չենք կարող որոշել, թե գիծը որտեղ է։ Օրինակ, կոնկրետ իմ պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանը այսօր նստած է գիտեք ինչ բառի համար։ Մեկ բառ է ընդհանրապես արձանագրվել իր խոսքում հետույք։ Հետույք բառի համար մարդը նստած է, այսինքն քնչական մարմինները դատախազությունը դատարանը գտնել են, որ հետույք բառը դա անպարկեշտ արտահայտություն է եւ դա խուլիգանություն է։ Չգիտեմ, թող մեր ունկնդիրները մտածեն, թե այդ բառը առհասարակ ինչ է նշանակում անպարկեշտ։ Այսինքն դա այն բառն է, որը դու չես կարող օգտագործել, այսպես ասենք, նորմալ շրջապատում։ Դա այդ բառը չի, որ չես կարող օգտագործել։ Դասագրքերում կա այդ բառը։ Խոսքը վերաբերում է հենց այդ բառին, ոչ թե դրա ժարգոնային արտահայտության համար, այլ հենց այդ բառին։ Եվ
Այս պայմաններում շատ լավ հասկանում ես նաև եվրոպական դատարանի մոտեցումը, որ եթե դու սկսես ասես, չէ, սա չի կարելի, ինչ որ մի բռնապետության ձգտող մեկն էլ կվերցնի ու կասի, չէ, ուրեմն հետույք բարի համար եմ ես մարդուն բռնում։ Սա շատ լավ օրինակ է։ Ինչու, հա։ Մի քանի իրավական այստեղ խնդիրներ կան, տեսեք, երբ նախորդ անդամներ Ալեն Սիմոնյան վիրավորվում էր կամ քաղաքացիական պայմանագրի որ Պարփանյաններ վիրավորվում են, օրինակ չգիտեմ, Արսեն Պարսյանի դեպքում է դա շատ հայտնի, գնում են դատարան եւ քաղաքացիական հայցով վիրավորանքի համար դիմում են դատարան, երբ հաղթում են դատարաններում, երբ պարտվում, կան այս տենդենսը։ Ինչու քրեական վարույթ, եթե անց պարզապես վիրավորվել է իր հասցեին մինչև վարդահոտ։ Ես ասեմ, որ նաև քաղաքացիականով է դիմել, այնպես չի որ քաղաքացիականով չի դիմել, նաև քաղաքացիականով է դիմել եւ սա առանձին պատմություն է Նարեկի մասով, ընդհանրապես դատալեքսով մեկ տեսանք, որ նման հայց կա, բայց ինքներս չենք ստացել հայցադիմումը, հետեւաբար չենք էլ իմանում ինչ է գրել, ինչից է վիրավորվել, հետույք բարուց է վիրավորվել, ինչից է չենք կարող հասկանալ։ Բայց նորից ասեմ, ինքն է առաջինը տղաներին վիրավորել եւ նորից չկրկնեմ այդ խոսքերը, այնպիսի կերպ է վիրավորել, որ կարծում եմ մեր հասարակությունում ցանկացած իրեն հարգող մարդ ինչ որ կերպ պետք է դրան արձագանքեր։ Հակառակ հայց, այսինքն արդյոք Սաղաթելյան կամ Նարեկ Սամսոնյանը հայցով Ալեն Սիմոնյանից վիրավորվել են։ Այս պահի դրությամբ չէ։ Մենք դեռ դիտարկման փուլում ենք գտնվում, փորձում ենք հասկանալ։ Գիտեք, խնդիրը որն է։ Մեր երկրում ես այն կարծիքին եմ, որ իրավական պաշտպանության այդ միջոցները գնալով փորձում են իրենց արդյունավետությունը։ Ուղղակի մեր աչքի առաջ լինում են դեպքեր, երբ որ ակնհայտ դու գնում ես դատարան եւ մի քիչ ակնկալիք ունես, որ արդարություն կարող ես ունենաս, եւ չես ստանում արդարություն։ Ինչը նաեւ, այսպես ասենք, լեզու է դնում հակառակ կողմի բերանում, տեսեք դատարանը որոշեց, որ ես ինչը sense չի, տեսեք դատարանը որոշեց։ Եթե դու ակնկալիք չունես, ապա դա, չգիտեմ, արժի թե չարժի։ Այս պահին ես ուղղակի փաստեմ, որ մենք դեռ այդ քայլին չենք դիմել, բայց չենք բացառում, որ կդիմենք, որովհետեւ մի փոքր հասկանանք ընթացքի ինչպիսին է լինում։ Որովհետև մեր դատարանները գնալով կորցնում են իրենց անկախության պաշարը, որը որ շատ երկար տարիների շատ մարդկանց աշխատանքով էր կուտակվել։ 20 տարի մոտ առապես քայլ առ քայլ, այսպես աղյուս առ աղյուս այս շենք կառուցվել էր։ Կամաց-կամաց դատարանները սկսել էին որոշակի հեղինակություն, որոշակի վստահություն մարդկանց մոտ առաջացնել։ Եվ վերջին, չասեմ 7 տարիներին այդ process-ը 18 թվին չսկսեց, 19-ը ավելի շուտ 21 թվականին ավելի լուրջ քերի վրա դրվեց, 21-22, հատկապես երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահությունը ստանձնեց Կարեն Անդրեասյանը, այդ ժամանակներից լուրջ տեմպերով կհավիժում է։ Ես կարծում եմ դիմենք թե չդիմենք, միևնույն է արդյունքը մեկն է լինելու։ Ալեն Սիմոնյանը ճիշտ է արել, տղաները սխալ են արել, այն դեպքում, երբ որ մենք նորից ենք ասում, եւ դա որևէ կերպ հնարավոր չէ հերքել։ Ալեն Սիմոնյանին իրենք երկար ժամանակ չէին անդրադարձել, առնվազն 2-3 ամիս չէին անդրադարձել։ Էն էլ ասեմ, նորից ասեմ, տղաների ոճերը տարբեր են եւ Վազգենի արարքում ընդհանրապես հանցագործության մասին հանցագործության չկա, հանցագործության մասին խոսելն պարզապես ավելորդ է, բայց Սամսոնյանի մասով, որը Շմենին պաշտպանյալն էին ընկերներ, նայել Սամիկն է այստեղ նայպես խավորական կարգավիճակով կարող եմ ասել, ես իրենից, երբ որ առաջի վարույթը արդեն ավարտվեց, մեղադրական դատավճիռը, ներողություն, արդարացման դատավճիռը կայացվեց, ես կարգավիճակիցս ելնելով առաջարկեցի, այսպես ասեմ, որ ինքը եթերում անգամ ծայրահեղ դեպքերում, իսկ դա շատ ծայրահեղ դեպքեր է, այսինքն նախորդ գործով մոտ 80 քանի հաղորդումից ընդամենը 10 քանի բառեր ընդամենը հանված, 10 քանի, այդպես չի որ։ Ուղղակի իրենք հիմա հայհոյախոս պատմած անուն են կպցնում, իրականության այդքան էլ կապ չունի, բայց Նարեկը, կոնկրետ Նարեկը, երբ որ նորից իրենք վերադարձան եթեր, երբ որ սահմանափակումները վերացվեցին, մի հատ հայհոյակ չի հնչեցրել։ Ու այդ մարդկանց կոչում են հայհոյախոս, դա մեղմ ասած արդար չի։ Իրենք այդպիսի արտահայտություն են անում, ինքը կոնկրետ Ալեն Սիմոնյանը ստանում է պատասխան, որից հետո գնում է դիմում է դատարան, չգիտեմ, որ արդարության որ համակարգով է սա արդար, ես չեմ պատկերացնում։
Okay, դիտումը որտեղ է։ Մի քանի հարթության մեջ է, առաջինը արխիվում քաղաքական process-ներ են, պատրվակն եւ առիթ են որոնում, որպեսզի մարդկանց, այդ մարդկանց, ովքեր որ ունեն բավական լայն լսարան, ընդդիմադիր ակտիվ լսարանի հետ շփման, այսպես հնարավորություններ, իսկ հիմնեմին աղլերեն այդ արտահայտությունը օգտագործեմ self-made, այսինքն զրոյից ստեղծված ձևաչափեր, բավական թարմ, բավական նոր, քաղաքական ոդկասթերի մեջ բավական բարձր դիրքերում, չգիտեմ, համենայն դեպս on-line ձևաչափով ոդկասթերի մեջ հաստատ ամենադիտվողն էր։ Այն ձայնագրվող ոդկասթերը իրենք on-line ձևաչափի էին անցել արդեն վաղուց։ Եվ մոտ 250-րդ թողարկմանն են արդեն մոտենում, 3-րդ տարին է։ Կամաց, քայլ առ քայլ, առանց ինչ-որ տենց վայրի վերումների, տղաներին հաջողվել էր իրենց պրոդուկտը դարձնել բավական այսպես մեծ հեղինակություն ունեցող դիմադիր լսարանի մոտ եւ պարզ տրամաբանությունը փորձում են բոլոր այն տեղերում, որտեղ որ ինչ-որ վտանգ կա կամ վտանգի առաջացման հնարավորություն կա, մարդկանց լրացնել։ Երկրորդը կարծում եմ, որ ազդեցություն եւ դեր ունեցավ նաեւ Սերժ Սարգսյանի հետ այս իրենց մեծ թողարկումը, որը իմ պատկերացմամբ քաղաքական դաշտում հետաքրքիր բան ձևավորվեց, Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առնվազն իրեն չէր զգում մեղադրյալի աթոռին, այսպես ասենք։ Հանրային առումով այդ ոդքասթով ինքը նորից նստեց մեղադրյալի աթոռին, ստիպված էր ինչ-որ արդարացումներ տալ, բան եւ այլն, ինչ որ տեղ այս առումով գուցե պատժիչ միջոց է, որտեղ ձևաչափը տղաների հիմնի ձևաչափ։ Երևի ես երկու պատճառներն են եւ ես մի բան էլ ասեմ, տեսեք, ես ասացի, որ 2024 թվականի մարտին լրիվ նույն մեղադրանքով տղաները բռնվեցին։ Իրականում 24 թվականի մարտից մինչև 25 թվականի նոյեմբեր ընդհանրապես 20 ամիսների ես ասում սկզբունքորեն փոխվել է ռեպրեսիաների խտությունը եւ ծավալը եւ լկտիության աստիճանը։ Օրինակ այն ժամանակ իրենց մտքով չանցավ առավոտ լույսով լուսաբացին դիմակավորված ԱԱԾ-ականներ ուղարկել տղաների տուն։ Սպասեցին, դուրս եկան, այդպես բռնեցին։ Երկու փոքր երեխաներ ունի, իրենք շատ լավ գիտեն, երեխաները բնականաբար վախեցել են, մնացածը չեմ ասում, այսինքն մարդկանց առավոտը ժամը 7-ին տունը դիմակավորված ասես չոր զորք կա, ինչ կանես։ Ոնց կարգեր չկան, այսինքն հրավիրեն, չգնան։ Դե հենց սա է, ես հենց հետ եմ ասում, նախորդ անգամ օրինակ էլի լավ չէին արել, բայց համենայնդեպս այսքան վատ չէին արել։ Այսինքն սպասել են, դուրս էին եկել, բռնել են։ Հիմա տուն են ուղարկել առավոտ ժամը 7-ին։ Երկրորդ այն անգամ խուզարկություններ չարեցին եւ աբսուրդա խուզարկություն է այս գործը։ Ինչ եք ման գալի։ Հայհոյանք եք ման գալի շտատիվների մեջ։ Այս անգամ լայնածավալ խուզարկություններ արեցին, թե տղաների տանը, թե լրատվամիջոցում։ Երրորդ այն անգամ լրատվամիջոցի աշխատանքը որևէ կերպ չխոչընդոտեցին։ Այս անգամ ինչքան տեխնիկա կար տարա, շտատիվներից վռնած միկրոֆոններով վերջացրած, ել չեմ ասում համակարգիչներ, ել չեմ ասում DVR, ամեն ինչ, ել չեմ ասում։ Այնպես որ լրատվամիջոցը չաշխատի, իդեպ որ ասում եք պատճառներից մեկն էլ հենց անտիֆեյքի աշխատանքը դադարեցնելն էր, որը չստացվեց, որովհետև մենք ինչքան էլ բողոքենք մեր հասարակությունից, այնուհանդերձ մեր հասարակության մեջ առողջ բաղադրիչը բավական մեծ է։ Եվ շատ մարդիկ ասեցին պատրաստ ենք, չգիտեմ, ինձ էին գրում, իրենց էին գրում լուսանկարչուհի եմ, 3 ապարատ ունեմ, մեկը ինչքան ժամանակով պետքա կարող եմ տրամադրել, շտատիվ ունեմ, գյուղումա գնամ վաղը բերեմ, մի խոսքով սենց։ Այդ բոլոր առաջարկների մեջ, որոնք որ երկար կտեմ էր մինչև մեկից շտատիվ, մեկից տեսախցիկ, մի առաջարկ կար, որը բացառիկ առաջարկ էր, մարդ, որը որ ես վստահ չեմ, որ իրենց կողմնակիցն է։ Եվ հրապարակավել ասեց Սամվելը, անունով ուզում եմ հնչեցնել, Թադևոսյան Սամվել, որ այստեղ սկզբունքի հարց է, որ չպետք է Հայաստանում լրատվամիջոցներ փակվեն։ Դրա համար ես պատրաստ եմ այն ինչ որ անհրաժեշտ է աշխատանքը վերականգնելու համար
գնել եւ բավական մեծ գումար ծախսեց մարդը սկսելու համար աշխատանքը դա բնականաբար նույն ծավալը չէր որտեղ երկար տարիներ մարդկանց donation-ների հաշվին մարդիկ ձեռք էին բերել այդ տեխնիկան այդպես էր աշխատում ոդքասթը մարդիկ իրենք էին անընդհատ ինչ որ տարբեր հարթակներով վճարում եւ օգնում այսինքն նվիրատվություններ եւ մի օրվա մեջ վերականգնվեց դա նվազագույնը ուղիղ եթեր մտնելու համար ամենանվազագույն քանակ ամենանվազագույն այդ ամեն ինչ այսինքն դա էլ 2024-ին չարվեց հիմա արդեն դա էլ է արվում ուզարկությունները ասեցի այսքանը Քանի անգամ հնչեցրել եք, որ Նարեկ եւ Վազգենը հաղթանդարկյալ են եւ դասական հաղթանդարկյալ։ այո Հաղթանդարկյալ կա կոնկրետ քրեական փորձ, կոնկրետ մեղադրանք, որ մասին իրավապահ մարմինները իրենց ոնց ծառայում են նախատար։ շատ կարճ ինչ է նշանակում քաղբանտարկյալը սխալ պատկերացում կա որ քաղբանտարկյալը դա քաղաքական գործունեություն իրականացնող անձն է որը բանտարկված է այդպես չի քաղբանտարկյալը դա եվրոպական հստակ չափանիշներ կան այդ թվում նաև եվրոպական որը ասում է հետեւյալը որ առաջին պետք է լինի տարբերակված մոտեցում անձանց նկատմամբ երկրորդ պետք է լինի տարբերակված մոտեցումը քաղաքական պատճառով իսկ ինչ է նշանակում տարբերակված մոտեցում ինչ որ մի բանի համար որ ուրիշին չեն պատժում մարդկանց պատժում են ինչ որ մի բանի համար որ ուրիշին մեղմ են պատժում մարդկանց ավելի խիստ են պատժում արջ փորձեցի այդպես բացատրել հիմա հարց տամ մեր շուկնդիրներին հետույք բարի համար որևէ մեկին խուլիգանություն դավորակել են որևէ մեկի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել են ընդհանրապես չէ այսինքն մենք ունենք տարբերակված մոտեցում չէ ել չեմ ասում թե ինչքան պրոիշխանական մարդիկ են որ համացանցով կոշտ խոսք են կիրառում հայհոյանքներ են տալի հենց Ալեն Սիմոնյանը մարդը ներողություն երկրորդ անգամ եմ ասում շան լակոտներ է ասում այսինքն դա պարկեշտ արտահայտություն է իսկ հետույքը անպարկեշտ արտահայտություն է այսինքն մենք ունենք ակնհայտ տարբերակված մոտեցում փորձենք հասկանալ պատճառը քաղաքական է թե ոչ մարդիկ ոչ բիզնեսով են զբաղվում ոչ ուրիշ բանով են հանրային գործունեություն են իրականացնում առիթն էլ եղել է Ալեն Սիմոնյանի այսինքն երկրի երկրորդ կամ երրորդ չգիտեմ աշտոնատարանձի հանցագործության մասին հաղորդումը իր կողմից տղաներին վիրավորելուց հետո դրանից ավելի քաղաքական դժվար է պատկերացնել իսկ սա այն դեպքն է երբ Խաղաղան միջոցը հիմա դրան էլ կանցնեմ շատ կարճ ընդ որում տղաները նույն արարքի համար դատարանը իրենց արդարացրել են իրենք իրավունք ունեին մտածել որ դա հանցագործություն չի եւ այո դա այս պայդրությամբ անմեղության կանխավարկածի տեսանկյունից պարզապես չի կարող հանցագործություն համարվել քանի դեռ այդ առաջայցանի դատարանի դատական ակտը կենթանի է ողջ է ուժի մեջ չի դեռ ուժի մեջ չի մտել բայց գոյություն ունի խափաման միջոցի մասով տեսեք դատարանների տրամաբանությունը որ առհասարակ խափաման միջոց ինչպես է կիրառվում հետեւյալն է տեսությունը որ պետք է անել կանխատեսում կանխատեսողական դատողություն է այս փաստերից ելնելով այս մարդը կարող է արարք կատարի, հանցանք կատարի։ Այս հանգամանքներից ելնելով կարող է այս մարդը ազդի գործի քննության վրա։ Իրականում փախուստի ռիսկը երկուսի մասով էլ հանել են, ասել են չէ, դուք փախնող չեք, այդ մասով շնորհակալ ենք, որ այդքանը գոնե ընդունում են, որ փախնող չեն, բայց կարող է նորից շարունակեք ձեր արածը եւ ազդեք վարույթի վրա։ Հիմա հարց. երբ որ դուք եկել ամեն ինչ տարել եք խոզարկությամբ, գործն էլ վերաբերում է հրապարակավ ասված խոսքին, որ դու չես կարող որևէ կերպ փոխել, ասենք թե ինչ որ վկաներ բերեցիր, որոնք ասեցին չէ ես Նարեկը տենց չի ասել, հետույք չի ասել, ասել է Ալենը հիանալի անձնավորություն է, պես կլինի, չի լինի, չէ՞։ Չի ստացի, որտեղ ձայնագրված է։ Ազդելու իմաստը եւ մեխանիզմը չկա։ Ասել որ դու կարող ես ազդել, որտեղ հեղինակավոր մարդ ես, այո, իրանք ընդունում են, որ հեղինակավոր մարդ է։ Եթե հեղինակավոր մարդ ես, ուրեմն կարող ես ազդել, չի աշխատում այսպես։ Ուղղակի չի աշխատում։ Երկրորդը հանցանք գործելը։ Այսինքն նույն բանը կատարելը։ Այս մարդիկ 1 տարուց ավել եղել են խափաման միջոցի տակ։ Նրանց ասել են հայհոյանք չտակ անպարկեշտ արտահայտություններ չանեք, մի անգամ նման բառ չեն ասել։ Այսինքն երբ մենք կանխատեսում ենք, կանխատեսման համար պետք է մենք տեսական ինչ-որ դատողություններ անենք, միայն այն դեպքում, երբ շատ ավելի մոտ, շատ ավելի փորձառական բան մենք չունենք, իսկ այստեղ ունենք։ Մարդիկ նույն արարքի համար ենթարկված են եղել քրեական հետապնդման, նրանց արգելված է եղել նույն բանը ասել, նրանք չեն ասել։ Ինչի դա հիմք չենք ընդունում ու չենք ասում, որ տեսեք, սա աշխատեց։ Խափաման միջոցի գործողությունը տևել է մինչև հունիսի
կեսերը։ Հունիսի կեսերին ավարտվել է այդ խափանմիջոցի գործողությունը, որից հետո նոր մի երկու դեպքով այսպիսի ծայրահեղ դեպքերում են նորից ասեմ մարդիկ լսում են իրենց այդպիսի վիրավորանք, մեկը մի ոճով է պատասխանում, մյուսը այլ ոճով է պատասխանում։ Երկուսն էլ հանցագործություն բնականաբար չի։ Ու խափանմիջոցներ, այսինքն կալանքն էլ այստեղ պարզապես աբսուրդ է։ Եվ վերջին հարցը Թողնքյան Հայաստանում Նարեկ Սամսոնյան Վազգեն Ծանոթելյանը միակ քաղաքապետարները չեն, որ ձեր ասասուտիչներին վերաբերում են 40-ից ավելի անձանց դեպքում նման դիրքորոշում կան։ Այս ամենը հաշվի առնելով ինչ ունի անելու հասարակություն։ Հասարակությունը ունի անելու հետևյալը, առաջինը փորձել իրենց, մեզնից յուրաքանչյուրը ոչ միայն սպառող ենք, այլև տեղեկատվության, այսպես ստեղծող ենք, տարածող ենք։ Իրենց դիրքորոշումը հստակ հայտնելով այն տեղեկատվությունը տարածում, որ մենք գործ ունենք քաղաքապետարների հետ, սկսած առաջին հերթին Լիդիա Մանփաշյանից, ես ուզում եմ առաջինը Լիդիայի անունը տալ, հետո տալ մեր 3 եպիսկոպոսների, այդ թվում 2 arczepiskopոսների, ազգային բարերար եւ շատ այլ քաղաքապետեր եւ այլն։ Առաջինն է բարձրաձայնել, երկրորդը փորձել իրենց մանիպուլյացիաների տրված մարդկանց հետ խոսել անմիջականորեն։ Յուրաքանչյուր մարդ այստեղ անելիք ունի։ Եթե ինքը իսկապես այդ համոզմանն է, որ այդ մարդիկ քաղաքապետար են եւ դա անթույլատրելի է, պետք է ուղղակի հասարակության մեջ աշխատել։ Ընդ որում խոսքը վերաբերում է առաջերտին քաղաքական ուժերին, երկրորդին նաև ցանկացած մարդուն։ Ցանկացած մարդ այստեղ անելիք ունի, եթե ուզում է անելիք ունենալ։ Իր հարևանի հետ, մոլորության մեջ գտնվող հարևանի հետ խոսել է միայն, որը ինչ որ կեղծ մանիպուլյատիվ բաներ է լսում։ Արդեն դա աշխատանք է։ Իսկ քաղաքական ուժերը շատ ավելի մեծ բան ունեն անելու մեր պատկերացմամբ պետք է իրավապաշտպանների նախաձեռնության հարթակով ենք մենք հաճախ սրա մասին խոսում եւ իդեպ ոչ միայն մենք, որ ընդդիմությունը այստեղ անելիք ունի միասնական հարթակ ձևավորելու մասով։ Հավանաբար նաեւ իրավապաշտպանների մասնակցությամբ մենք հաստատ օգտակար կլինենք այս հարցում, որոնք օրինակ տեսեք դուք ասացիք 40 թիվ ասացիք։ Մեկը ասում է 30, մեկը ասում է 50, մեկը ասում է գոնե մենք իմանանք մենք այս պայդրությամբ մեր քաղաքապետարներն ովքեր են։ Չգիտեմ, մեկը մոռանում է մեկ այլ պաշտպանյալ Անդրանիկ Չամիչյանին ստրայքբոլի գործով, մեկը հիշում է, մեկը մոռանում է մեկին, կամ մյուսը հիշում է, վեհապարը եղբորորդուն մեկը մոռանում է, մյուսը հիշում է։ Պետք է հստակեցնել ովքեր են քաղաքապետարները, այսինքն լինի հեղինակավոր կառույց, որը դա կարողանա որոշել եւ դա հեղինակավոր լինի այդ եզրակացությունը։ Երկրորդը դա հնարավոր լինի լավ ձևով ձևակերպել, միջազգայինների հետ աշխատել, որ վաղը մյուսը ոչ մեկ չասի, բա ասեք, չգիտենք մենք այդպիսի բան կա։ Գնալ դռնից դուռը թակել բոլոր այն տեղերում, որտեղ որ այդ ՀԿ-ներն են, միջազգային այլ կազմակերպություններն են, Բրյուսելներում, չգիտեմ, Ստրասբուրգներում, Ամերիկաներում, մյուս տեղերում։ Թող դռնից հանեն, պատուհանից է պետք մտնել, թող պատուհանից հանեն, երթիկից է պետք մտնել։ Անընդհատ բարձրաձայնել միջազգային հարթակներում այս խնդրի մասին եւ երրորդ ուղղությունը հասարակության մեջ աշխատել, անընդհատ միջոցառումներ անել, մարդը որ դուրս է գալիս տնից, պետք է ինչ որ միտեղ տեսնի, որ իր երկրում կան քաղաքապետարներ, պաստառ կլինի, պիկետ կլինի, չգիտեմ։ Եվ վերջապես վերջինը, որ շատ կարևոր եմ համարում, այստեղ մենք իսկապես անձնական փորձ ունենք, սոցիալական բաղադրիչն է։ Արդյոք լիք սոցիալական խնդիրներ կա, պետք է մարդիկ իմանան, որ իրենց այս զոհողությունները գնահատվողներ կան եւ կոպիտ ասած իրենց երեխաները սոված չեն մնալու։ Այս ուղղություններով շատ աշխատանք կա կատարելու։